Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու են Պաշտպան հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Պարոն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, այցի շրջանակներում հանդիպում է ունենալու նաև Վլադիմիր Պուտինի հետ, Ռուսաստանի Դաշնության նախագահի։ Ըստ ձեզ, օրակարգում ինչ առաջնահերթություններ են լինելու, որ հարցերն են հայտնվելու, այսպես ասած, ուշադրության կենտրոնում եւ դառնալու են քննարկման առարկա։ Այստեղից սկսենք։ Ես կարծում եմ անպայման երկաթուղու թեման քննարկվելու է, որովհետեւ ինչքան էլ մենք ասենք, որ Հարակոկասյան երկաթուղու Հայաստանի բաժանմունքը ասենք, թե մասնաճյուղը ասենք գտնվում է խորոճգնաժամի մեջ, այդպես էլ կա իհարկե, սկսած իրենց ինֆրակառուցվածքներից, տեխնիկական, տնտեսական, ուրեմն գերժամանակակից հագեցվածության որակից, ավարտած նյութական, ֆինանսական հնարավորությունից, դրանք լուրջ քննարկման, միջպետական քննարկման առարկա պիտի լինի եւ պիտի անպայման ոչ միայն վարչապետների, այլև գործառույթ իրականացնող կառավարության մյուս գերատեսչությունների համար պիտի լինեն օրակարգային խնդիրներ, սեղանի հարց պիտի լինի։ Սա մեկ, երկրորդը ես կարծում եմ շատ ուրեմն տարածաշրջանային անվտանգության հետ կապված քննարկումներ պիտի լինի, իհարկե ես ռազմատեխնիկական համագործակցության եւ քաղաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տրամաբանության մեջ որևէ հարցի քննարկում կհամարեմ ավելորդություն, որտեղ մեր վերջին 6 տարվա բոլոր ձախորդությունների մեջ այդ երկու ուրեմն բաղկացուցիչ մասերը, որը կարծես թե մեր համար պիտի օդի ու ջրի պես նշանակություն ունենա, այդպես չեղան։ Կարծում եմ նաև կքննարկվի տնտեսական լուրջ խնդիրներ, հատկապես ռազմավիրական ճանապարհով ապրանքների, բեռնափոխադրումների, այլ խնդիրների տնտեսական եւ ինչու՞ չի նաեւ ուրեմն հայբրիդային պատերազմի բաղկացուցիչ մասեր կազմող որոշ խնդիրներ պիտի պարտադիր հստակեցվի։ Այսինքն, պարոն Սաֆարյան, ես ճիշտ եմ հասկանում, որ կարծում եք կամ այսպես ենթադրում եք, որ վարչապետը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ տետատետ կբարձրացնի այն հարցերը, որոնք տևական ժամանակ է ներքաղաքական դաշտում քննարկում են նույն հիբրիդային պատերազմի մասով, ու գիտեք արդեն այդ մասին բաց տեքստով հայտարարում են Արարատ Միրզոյանը անգամ ասաց, որ հիբրիդային պատերազմ վարվում է մեծամասամբ Ռուսաստանի կողմից, նույն խոսվում է օտար երկրում հայ գործարարների վրա ճնշումներ գործադրելու մասին, այնտեղից ճնշելով փորձել ընտրությունների վրա կամ ընտրությունների արդյունքների վրա ազդեցության մասին, գիտեք, խոսվում է թե Ռուսաստանից, ընդ որում նաև թե Վրաստանից հայերին մոբիլիզացնելու եւ ընտրություններին բերելու մասին, այսինքն այս բոլոր հարցերը այնուամենայնիվ տետատետ քննարկման առարկա կդառնան, թե նման ֆորմատի հանդիպումներում, դիվանագիտական այս հանդիպումներում որոշակի կաշկանդվածություն այնուամենայնիվ կա։ Պաշտոնական հաղորդագրությունը այլ բան է, քննարկման առարկա դարձնելը այլ բան է։ Ինքս ցավոք սրտի ասեմ, թե բարեբախտաբար ասեմ, դիվանագիտական ծառայության մեջ երբևիցե չեմ եղել, բայց այնքանով որքանով իրազեկված եմ, ես գիտեմ, որ կարող է դրա մասին պաշտոնական հաղորդագրություն չլինի, բայց անպայման քննարկում լինելու է թեկուզ, ինչպես ասում են, կուլիսներում, վարագույրի հետևում, բայց անպայման լինելու է։ Այսինքն կուլիսներում վարչապետը ուղիղ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու է այս բոլոր խնդիրների մասով, որ ներսում բարձրացնի։ Ես ձեզ ասացի, որ ձևաչափը ես չեմ կարող ասել ինչպես կարող է լինի, բայց քանի որ այցը դա ուրեմն աշխատանքային այց է համարում, ես գտնում եմ, որ աշխատանքային այցի շրջանակներում ներառվելու է նաև այնպիսի խնդիրներ, որոնք կարծես թե ինչպես ասում են, այն ուժերը, որոնք փորձում են նախընտրական թոհոբոհի ժամանակ ցույց տան, որ իրենց մեղմ եմ ասում ես, իրենց սատարում են ռուսական քաղաքական եւ կառավարող շրջանակները, առայժմ մեղմ ասեմ, իրենց պահում են սանձարձակ եւ անցնում են թույլատրելի սահմանը։ Ես համոզված եմ, որ այսպիսի որոշակի առումով, եթե չասեմ տագնապահարույց կամ անհանգստացնող, ամենայն դեպս նման խնդիրները ես էլ անդրադառնամ դիվանագիտական լեզվով ճշգրտման եւ ստուգաբանման կարիք կա երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։
Եվ կարծում եք, պարոն Սաֆարյան, պատահական էր, որ Նիկոլ Փաշինյանի այցից ժամեր առաջ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարեց, որ Ռուսաստանը չի բանակցում Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցը։ Մեջբերեմ ուղիղ, ասում է, կարող եմ ասել, որ նախ մենք որևէ մեկին որևէ կոնցեսիա տալու ծրագրեր չունենք, երկրորդ մեր գործընկերներն ու ընկերները Հայաստանում պաշտոնապես չեն քննարկել այս հարցերը մեզ հետ։ Ինչպես հասկանալ նման հայտարարությունները։ Գիտեք, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարը կլինի, Ռուսաստանի արտաքին գործոս նախարարն էլ կարծեմ երեք հայտարարեց, որ Պուտինը ասել է, որ երբ որ մեր կառավարության ղեկավարը ասել է, որ արցախցիների կամ ղարաբաղցիների վիճակը ծանր է անվտանգության եւ տեղահանման հետ կապված, իբր Պուտինը ասել է, նրանք համարվում են Ադրբեջանի քաղաքացիները եւ դա ձեր հոժար կամքով է այդ հայտարարությունը եղել։ Հիմա ես պիտի ասեմ, կրակից շագանակներ հանելու ժամանակն է եւ ամեն ինչ պիտի հստակեցվի։ Իհարկե, եթե խոսքը գնում է Հարավկովկասյան երկաթուղու Հայաստանի բաժանմունքի մասին կամ այդ մասնաճյուղի մասին, արտոնագրային կառավարման վերաբերյալ պայմանագիրը լուծելու հետ կապված առայժմ չկա այդպիսի բաներ։ Դեռևս մեր հանրությունը եւ Ռուսաստանում եւ հատկապես կառավարության գերատեսչությունները այդպիսի գործառույթ եւ այդպիսի նպատակա տրված մտադրություններ չունեն։ Բայց եթե այսպես շարունակվի, պարզից էլ պարզ է, որ 1-2 տարի հետո հայկական երկաթուղին բանի պետք չի լինելու։ Մեղմ ասած, ամբողջովին շարքից դուրս է գալու, թե իր վագոններով, թե իր քարշիչ գնացքներով, թե իր այլևս չեմ խոսում ռելսերով եւ ռելսերի տակը գտնվող այն, ուրեմն բետոնե, փայտյա, չգիտեմ, այն ուրեմն քառակուսիները, որոնք ապահովում են ռելսերով ուղևորափոխադրումը կամ շարժը երկաթգծի, երկաթուղու շարժը, ես կարծում եմ, որ անպայման սա լուրջ քննարկման առարկա է դառնում, որովհետեւ այլ բան է, որ փորձել են ասել են, որ 600 միլիոն ներդրում պիտի անենք, սակայն բանից պարզվում է, որ այնտեղ կա շատ, այսպես ասած, խարդախություններ, միջպետական առումով մեքենայություններ, առնվազն Հայաստանի Հանրապետությունը դրանից կրել է տասնյակ, կարծեմ, հարյուրավոր միլիոններով դոլարի հասնող դրամի ուրեմն վնասներ եւ կարծում եմ, որ եւ մեր էկոնոմիկայի նախարարությունը եւ նաեւ կառավարությունը եւ նաեւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը հստակ պատկերացում ունեն, այնպես որ այսօր չեն կարող սևը ներկայացնել սպիտակի տեղ եւ կարծում եմ այս հարցում Հայաստանի Հանրապետության վարչապետը պիտի շատ հետևողական եւ սկզբունքային լինի։ Բայց մենք տեսնում ենք, որ ռուսական կողմն էլ է այդ առումով սկզբունքային, այսինքն սկզբունքորեն չի ուզում հրաժարվել որևէ կոնցեսիայից։ Կարող է չհրաժարվել, բայց ինքը պիտի պարտավորության համաձայն, իր վրա վերցրած պարտավորության համաձայն, մենք բոլորս գիտենք, որ այդ ամեն ինչը արվել է երկկողմանի պարտավորությունների հիման վրա այդ պայմանագիրը։ Ինչու Զվարթնոց օդանավակայանը, որը դարձյալ գտնվում է հավատարմագրային կառավարման կարգավիճակում արգենտինական կողմի հետ, չէ՞, մեր հայրենակից Էդվարդո Էրնիկյանի կազմակերպության շրջանակներում ինքը չունի պարտավորություններ եւ այդ պարտավորությունները մենք տեսնում ենք ինչպես է կատարում։ Նույնը նաեւ շատերի հետ կապված։ Իմիջիալոց ես պիտի ասեմ, որ նաեւ թրիպի գործարկման եւ թրիպի կյանքի կոչելու հետ մեկտեղ արմատապես պիտի նաեւ վերակառուցվի Հարավկովկասյան երկաթուղու Հայաստանի բաժանմունքը տեխնիկական հագեցվածությամբ եւ ինֆրաստրուկտուրայով։ Հիմա Ռուսաստանի այս մոտեցումը կարող ենք ենթադրել, որ որոշակիորեն նաեւ միտում ունի արգելակել հենց նույն թրիպի գործընթացը։ Մենք կարող ենք նաեւ պայմանագիրը միակողմանի լուծարել։ Մենք ունենք դրա հնարավորությունները։ Ճիշտն ասած, ես վերջերս մի քանի պայմանագրերի հետ կապված բավականին խորացել եմ, խորասուզվել եմ եւ ես պիտի ասեմ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերությունների առումով կառավարությունը հանձինս Նիկոլ Փաշինյանի շատ հանդուրժողական եւ ներողամիտ է գտնվում իր գործընկերների հանդեպ։ Մեկ զգուշացում, երկու զգուշացում, երեք զգուշացում,
բայց նաև դա նույնը կիրառվեց նաև ուրեմն Հայաստանի էլեկտրացանցերի հանդեպ բազմաթիվ զգուշացումներ եղան եւ մինչեւ ազգայնացումը։ Այնպես որ ես գտնում եմ, որ կառավարության ղեկավարը հստակ կերպով դետալ ափիբերան պատկերացում ունի ինչ է կատարում Հարակոկասյան երկաթուղու Հայաստանի բաժանմունքում։ Դա Ռուսաստանի տրանսպորտի նախարարի հետ կապված իր իրավասության շրջանակներում եթե մտնում է, ապա իմ այսպես ասած բարի խորհուրդը կլինի նա, որ նա ամբողջովին խորասուզվի, որ մենք ինչպիսի վնասներ ենք կրել եւ այժմ էլ մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենում մեր երկաթուղով բեռնափոխադրումների եւ ինչու՞ չի նաեւ զբոսաշրջիկների կամ ուղևորափոխադրումների տեսանկյունից։ Վերադառնանք որոշակի նաև ներքաղաքական հարցերի, պարոն Սաֆարյան, ստացվում է բարքերը, որոնք կարծես թե 2018 թվականին մերժվել էին, վերադառնում են։ Հիմա բացատրեմ ինչ նկատի ունեմ, հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումը մեր ձևով շարժման այս հասարակական կազմակերպության կամ շարժման այս գրասենյակների հետ կապված, որոնք այսպես ընտրակաշառքը ձևակերպելով որպես աշխատավարձ փորձել են էլի ընտրազանգված մոբիլիզացնել, որոնք պիտի ըստ էության գնան եւ ընտրեն ուժեղ Հայաստան ուժի օգտին։ Նախ ինչպես հասկանալ այս մոտեցումը, այս հին բարքերի վերադարձը եւ արդյոք սա եւս մեկ հիմք չէ կարծելու, որ նման ուժերը այնուամենայնիվ ինչպես որոշակի պահանջ կա այդ իմաստով պիտի դուրս տրվեն ընտրական process-ներից։ Չեմ ուզենա կենտրոնանամ միայն ուժեղ Հայաստանի գործելավոճին եւ ուրեմն գործնեությանը վերջին մեկ ամսվա ընթացքում, նաեւ առաջարկ Հայաստանին ծրագրի շուրջը համախմբված ուժերի գործնեությանը, ինչու՞ չէ նաեւ չգիտեմ մյուսը այդ ժամկետանց նախագահ ունենք, երկրորդ նախագահ, որ արյունով եկավ, արյունով գնաց, որի շուրջը միավորվել է Էջմիածնից մի հանրային քաղաքական միավոր եւ նաեւ հայեղափոխական դաշնակցությունը, բայց ես կուզենամ ընդհանրացված ձևով ասեմ, որովհետեւ նրանց դերագիրը կարծեք թե նույնն է։ Ռոբերտ Քոչարյանը արյունով եկավ, արյունով գնաց։ 99 թվականի կոտորածները պետական Ինչու՞ չի նաև 1992 թվականին Արցախում տեղի ունեցած Արտուր Մկրտչյանի երջանկահիշատակ եղեռական սպանությունը, որ առայժմ բացահայտված չի, քանի որ բոլորս գիտենք դա ինչ ուժերի է ձեռ տալիս, որ չբացահայտվի։ Եվ նաև 2008 թվականի մարտի 1-ը։ Այլևս չեմ ուզում սրան անդրադառնալ։ Եվ այնպիսի ցինիկ հպարտությամբ Հայաստան դաշինքի երկու կին պատգամավորներ մտնում են եկեղեցի, չգիտեք, ուղեկցում են Քոչարյանին, չգիտեմ, փրկի չեկել եւ այլն, մեկը հարցնի. Ռոբերտ Քոչարյանը գիտի եկեղեցին ինչ է, որ մտնում է եկեղեցի։ Մոմ վառելու առաքելությունը գիտի, դա ինչ է, որ մտնում է մոմ է վառում։ Վերջը հայրները սովորել են։ Ես չեմ ուզում դեռևս այդքան իջնեմ։ Տեսեք, խնդիրը ինչի մեջ է։ Մեր փաստաբանական ամբողջ այդ խունտան, որ ամբողջովին սպասարկում է 5-րդ Շարասյան շահերը, հայտնի Շարասյան շահերը։ Դուք կուզենաք կասեք 5-րդ Շարասյուն, կուզենաք կասենք 6-րդ Շարասյուն։ Անունար կարող եմ թվարկել, անուն առ անուն։ Այլևս չեմ խոսում նրանց քերիների, այլևս չեմ խոսում նրանց ծնողների, այլևս չեմ խոսում նրանց զբաղեցրած դիրքերի մասին, սկսած 2005-ից մինչև 2018 թվականը։ Ամբողջովին կոռումպացված, ամբողջովին անբարոյական։ Կարող եմ թվարկել տասնյակ անուն առ անուն իրենց ընտանիքներով եւ այլն, բայց քանի որ գիտեք, ես այդքան չեմ իշնի փոքրոքություն չեմ դրսևորի, ամբողջովին ներկայացնում են ամեն ինչ, ուրեմն անբարոյական կերպով, ամեն ինչ ներկայացնում են, ուրեմն քողարկված ձևով, ամեն ինչ ներկայացնում են հակապետական, հակամարտկային, հակաիրավական տեսանկյունից իրենց շահերից ելնելով։ Ինչն են գալիս փրկեն։ Ինչ թվում է նրանց միայն այս պահին նրանց միայն մեկ նպատակ է հետապնդում փող աշխատելու մոլուցքը, որովհետև մենք տեսնում ենք փաստաբաններ, որոնք ընդգրկված են
բոլոր նախագահների գործերը դատարանում պաշտպանելու, քրեական գործերը պաշտպանելու իմ համար զավեշտալի է, մեծագույն անբարոյականություն է, երբ որ Կիրակի օրը պատարագի ժամանակ վարչապետը անցնելուց այդ Մինասյան եղբայրների արարքը դա ստորության մեծագույն դրսևորում է եւ գիտեք ի պատիվ մեր վարչապետի ես եթերից ասում եմ ուրեմն կեցե մեր վարչապետը որ ասեց չխոսեք բայց էլի վարչապետին են մեղադրում որ գնացել է սադրել է ասինքն ինչ վարչապետը պիտի տեղ չգնա վարչապետը պիտի եկեղեցի չգնա վարչապետի ուրեմն շարժը նրա ուրեմն ուղևորությունները Հայաստանի Հանրապետությունում նախատեսված է սահմանադրությամբ եւ օրենքով եւ դա Նիկոլ Փաշինյանին չէ որպես անձի դա Հայաստանի Հանրապետության վարչապետի տեղաշարժն է այսինքն ինչ վարչապետը անցնելուց ամեն մի կներեք արտահայտությանս բաշի բոզուկ մի հատ դուրս բրծուկ բա Արագած սրճարանում Պողոս Պողոսյանը ոչ մի արտահայտություն, ոչ մի հրմշտոց չի սադրել, ընդամենը ռոբ է ասել եւ տեղում նրան սպանել են։ Եվ բոլորս էլ գիտենք դա ինչպես է եղել։ Բայց հիմա էլ դժգոհում եմ, որ ինչքան կոպիտ է իրավապահ համակարգը։ Ես ձեզ ասեմ, դրանք սիրելի Հերմինե ջան, դրանք 1000-ից 2000 հոգուց ավել մարդիկ չեն, որոնք սպասարկում են 5-րդ շարասյունը, հացկատակներ են։ Եթե մեր ժամանակը ներեր, ես կարող եմ այդ 2000 հոգուն անուն ազգանուն հայրաններով թվարկել, ընդհանուր նաև ասեմ ազնագիրը, որ կոդով են ստացել, որ շրջանից են եւ որտեղ են բնակություն հաստատեց։ Սա մեկ, երկրորդը։ Խոսքը գնում է թրիպի լուծարելու, խոսքը գնում է թրիպի ծրագրի ձախողման մասին։ Այստեղ են ասել, ախորժակներից քացախ չի լինելու դա բանը։ Անպայման թրիպը իրականացվելու է, կիրարկվելու է, գետնի վրա լինելու է եւ դա շատ շուտով է լինելու։ Եթե չլներ թրիպի վերաբերյալ, ոչ միայն թրիպի վերաբերյալ, այլ խաղաղության վերաբերյալ հայ-ամերիկյան հայտնի հուշագիրը եւ դրանից բացել այդ արձանագրությունների ստորագրումը անվտանգության, տարբեր ռազմավարական գործընկերության շրջանակներում հիմա սկիզբ առած իսրայելա-ամերիկյան եւ իրանական պատերազմում Հայաստանի Հանրապետության վիճակը անպատկերացնելի կլիներ։ Սա դեռևս ես ասում եմ մեղմ, այն մարդկանց եմ ասում, որոնք պատկերացում չունեն Հայաստանի Հանրապետության ռազմավարական հանդեպ գոյություն ունեցող ռազմավարական մարտահրավերների վերաբերյալ եւ որոնք անընդհատ չար նախանձով եւ ատելությամբ են լցված, որ մեր երկրում 2018 թվականին կատարվում է հիրավի արմատական մեծ փոփոխություններ իշահ ժողովրդավարության, իշահ իսկական պետականության հաստատմամբ։ Մի անգամ ասել եմ նորից կրկնում եմ, թե Ղարաբաղի ժողովուրդը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչև 2018 թվականը եղել են պատանդ եւ գերի իրենց կառավարություններին, եղել են պատանդ եւ գերի փաշախանայական վարչակարգի, եղել են պատանդ եւ գերի քրեա օլիգարխիկ տարերի, եղել են պատանդ եւ գերի ռազմաֆեոդալական վերնախավի, այդ թվում գեներալների, այդ թվում այն գեներալների, որոնք ասում են մեր փրկությունը Ռուսաստան, Բելարուս եւ չգիտեմ տարբեր կարգի միությունների մեջ է։ Այսօր ես ասում եմ անդիմության, այսպես կոչված, չնայած դրանք անդիմություն չեն, ես ասում եմ դրանց պիտանելիության ժամկետը վաղուց անցած է, նրանք պիտի վաղուց իրենց քաղաքական ճամպրուկները նետեն քաղաքական աղբանոցը եւ ես պիտի ասեմ նրանք ոչ մի հաջողություն մեկնարկելիք, կարծեք թե նշмарվում է մեկնարկը 2026 թվականի հունիսի 7-ի համապետական ընտրություններին առանց տատամսելու ես կարող եմ ասել, որ հանրապետության կառավարությունը եւ այն քաղաքական ուժը, որը սատարում է կառավարությանը եւ վարչապետին, անխոչնդոտ կերպով ունենալու է լուրջ հաջողություն։ Առավել եւս, որ ասում եմ, քանի կա Ռոբերտ Քոչարյանը, քանի կան օլիգարխները, որոնք մեր վարչապետի փայլուն բնութագրմամբ
ինչ բառեր ասել, որ չեն կարող առանց 3 սխալի առանց 3 տառը սխալի այդ բառը չեն կարող արտահայտել, չէ, արամարանք բառը կարծեմ, հա, նրանք ոչ միտեղ չունեն մեր քաղաքական երկնակամարում։ Նրանց քաղաքական անցյալի մեջ նաև երկրորդ նախագահի հստակ կերպով ընդգծված է եղել պետության քանդումը, քաղաքական սպանությունները, պետությունից ինչքան կարողանան շատ կորզելը, ապօրինի ճանապարհով, բանակի թալանելը։ Բա հիմա ի՞նչն են փրկում։ Ես չգիտեմ, ես պիտի ասեմ, որ նաև շատ է շահարկվում արցախցիների թեման, իմ համար ամենացավոտ կողմը, իմ հայրենի ժողովրդի թեման, եւ ես պիտի հիմա ասեմ, ինչքան էլ իրենք ցավոտ զգան, հիմա ակաժները կարող են բացել։ Կարծեմ մեր պաշտոնյաներից Արցախի, Ղարաբաղի պաշտոնյաներից մեկի որդին պաշտոնավորվում է կամ Արագածոտնի մարզպետարանում կամ Աշտարակի խոշորացված համայնքում, երբ որ տեղի ունեցավ ապրիլի 18-ին Անի հյուրանոցի Անի սրահում վարչապետի հետ հանդիպումը տեղահանված բնակիչների հետ, այդ տղան կարծեմ շնորհակալություն հայտնեց կառավարության եւ վարչապետին արցախցիներին ցույց տրված օգնության համար եւ նրան այնպիսի մի սարկազմով, այնպիսի մի լամպունային ոճով, չգիտեմ, վարքաբեկեցին, որ Ղարաբաղցի եք եւ այլը, ես էլ եմ Ղարաբաղցի, ես էլ եմ մասնակցել, եթե այդ նույն պատասխանը եւ այդ նույն վերաբերմունքը կլիներ իմ հանդեպ, ես էլ դրան համարժեք պատասխան կտայի, այո, առնվազն մի քանի հազար արցախցիներ մեզ զանգահարում են տարբեր խնդիրներով։ Առնվազն 1 միլիոնով առայժմ Երևանի մերձակա շրջաններում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին յուրաքանչյուրին 1 միլիոն դրամով այդ ուրեմն սերտիֆիկատ կոչում, չէ, հավաստագրերը բնակարանի ձեռքբերման։ 3 միլիոնից դարձել է 4 միլիոն։ Այո, եւս քննարկման նյութ է դառնալու 4 միլիոնը, 4.5 միլիոնի, 5 միլիոնը, 5.5 միլիոնը։ Այլևս չեմ խոսում անվճար բուժօգնության, այլևս չեմ խոսում անվճար կրթության, այլևս չեմ խոսում սոցիալական ծառայության բազմաթիվ խնդիրների մասին։ Մի բան, որ Հայաստանի կառավարությունը երբևիցե չի արել։ Վերջնականապես պատասխանատու կերպով հայտարարում եմ 700 միլիարդ դրամին համարժեք գումար, ավելի շատ է գնացել ուղիղ 5 տարվա մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ավելին քան նրանց ուղարկած գումարները 1900 նախորդ 3 կառավարությունների 1992-2018 թվականներին։ Ընդ որում, եթե այդ ուղարկածների, այո, ընդ որում, եթե այդ ուղարկածների մեծ մասի մեջ ձախ կերպով չափաբաժին են ունեցել Արցախի եւ Հայաստանի ղեկավարները, ապա հստակ կերպով կարող եմ ամենայն պատասխանատու եւ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանի կառավարության ոչ մի անդամ եւ հատկապես կառավարության ղեկավարը անհնարին բաներ այդտեղից ունենային 1 լումայի շահադիտական նպատակ։ Ասեմ նաեւ հետեւյալը, այն ինչ որ կատարվեց 2023 թվականի ուրեմն բռնագաղթից հետո Հայաստանի կառավարությունը արեց անհնարինը։ Ասեմ նաեւ հետեւյալը, իմ հայրենակիցներին Պարոն Սաֆարյան, ես կոչ եմ անում իմ հայրենակիցներին եւ իմ ճանաչողներին Հայաստանի կառավարության հետ միշտ դրսևորել երկկողմանի ուրեմն փոխադարձ ընդբռնման մոտեցում։ Այլևս չեմ խոսում, որ ինքը վարչապետը հենց դրա լավագույն օրինակն է։ Գալով այդ հայտնի դեպքին, որը տեղի ունեցավ ուրեմն մետրոյում Մոսյանի աղջկա եւ թորան հետ կապված վարչապետը 2 անգամ ներողամտություն հայցեց եւ նաեւ խնդրեց, որպեսզի իրենք ներկա գտնվեն կառավարությանը։ Ես պիտի ասեմ, քանի որ այդ ընտանիքին ճանաչում եմ եւ նաեւ հատկապես ճանաչում եմ նրանց հորը Մերուժան Մոսյանի, ես պիտի ասեմ, որ միգուցե այս պահով ես որոշակի տվյալներ չունեմ, բայց Երևանի փողոցներում շատերն են ուրեմն ման գալիս, այլևս չեմ ուզում ուրիշ բառ ասեմ, եւ շատերն են ման գալիս եւ որոնց փորձում են գործիք դարձնել իրենց ռևանշիստական նկարտումներին իշխանության ձգտելու համար, օգտագործում են անթույլատրելի հոգեբանական եւ հումանիտար հնարքներ։ Սա էլ ասեմ, որ իմանան։ Ինչքան այստեղ արցախցիներ են բնակվում,
Համենայն դեպս ես խոստանում եմ, իրենք էլ թող իմանան, հստակ իմանան, որ 90%-ի հետ ես ունենալու եմ անձնական շփում, անձնական հարաբերություններ, հատկապես համապետական ընտրությունների մեկնարկից հետո, որպեսզի նրանք ուղղվեն եւ ընտրվեն ճիշտ ճանապարհ։ Գիտեք, այնպիսի մարդիկ են խոսում։ Կներեք, բայց այդ վերադարձի հարցը, որից սկսեցիք, հիմա էլ շատ ակտիվ, որոշ ուժեր ի սկզբանե շատ ակտիվ էին խոսում, հիմա իրենք Հայաստանի Հանրապետությունը պարտվել է եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պարտվել են 44 օրյա պատերազմի ժամանակ։ Ինչքան էլ ցավոտ լինի, ինչքան էլ արհավիրք լինի, ինչքան էլ ողբերգական լինի, մենք պարտավոր ենք ընդունել այս փաստը։ Բայց վերադարձ հնարավոր է, թե իմաստին խոստումներում, այս պայմաններում մենք գնում ենք համապարփակ խաղաղության եւ անվտանգային նոր համակարգերի ներդրմանը մեր տարածաշրջանում, հարավարևելյան Եվրոպայում կամ ինչպես ասում են հարավային Կովկասում։ Այն խաղաղությունը, որը ձեռք է բերել ավելի քան 2.5-3 տարի առաջ, գնալով պետք է խորանա։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի խնդիրը ներկայումս բացարձակապես ասում եմ, ես չեմ պատկերացնում Արցախից ծնված մեկը, որին կարող է այս հայրենասիրությամբ զիջեմ։ Չի կարող այդպիսի բան լինել։ Ներկայումս այդ խնդիրը իրատեսական չէ։ Այլ բան ասել չեմ կարող։ Պարոն Սաֆարյան, քանի որ դուք խոսեցիք թե թրիփից, թե խաղաղության ու պատերազմի օրակարգից, մենք դրան դեռ կվերադառնանք, բայց Նարեկ Կարապետյանի մի մտքի անդրադառնանք, որը իմ համար շատ դժվար է անցալել եւ հասկանալ, բայց դուք այդ հարցում հուսով եմ ինձ կօգնեք։ Նարեկ Կարապետյանը օրերս հայտարարում է, որ մեկ երաշխավորը հնարավոր է ունենա ուրիշ առաջնահերթություններ ու այդ դեպքում թե թրիփ պրոյեկտը, թե խաղաղության պրոյեկտը նախաստորագրված պայմանագիրը որոշակիորեն տուժ են։ Ուրեմն ինչ է առաջարկում ինքը, ասում եմ, այս պետք է մեկից ավել երաշխավորներ, որոնց հակադրության վրա մենք պետք է կարողանանք կառուցել խաղաղություն։ Այսինքն երաշխավորներ, որոնք եւս ունեն հակադրություններ եւ այդ հակադրությունների վրա կառուցել խաղաղություն։ Ինչպես է դա հնարավոր։ Այսինքն մինչ Հայաստանը եւ Ադրբեջանը փորձում են հարթել եղած հակադրությունները, Նարեկ Կարապետյանը առաջարկում է բերել, ներգրավել եւս երկու կողմ, որոնք կրկին ունեն հակադրություններ։ Եթե հասկանում եք այս տրամաբանությունը, խնդրում եմ։ Ես մի բան ասեմ, նախ Նարեկ Կարապետյանի գործունեությունը մինչև այս ուժեղ Հայաստանը կամ մեր ձևով շարժումը մեղմ ասած իմ համար մշուշոտ է եղել եւ անպամած։ Հաշվի առնելով, որ նրանք ընդգրկված են եղել Տաշիր ծրագրի բազմաթիվ տնտեսական ուղղությունների մեջ, թրեդների մեջ, պիտի ասեմ, որ այդքան էլ աչքի չեն ընկել իրենց ուրեմն օրինակելի պահվածքով։ Եվ իր Գերդաստանի եւ նաեւ իր այո, ընդունեցի։ Ինչպես են ասում, պայմանավորվենք, բայց այսպես։ Ախր ես չեմ ուզում այդքան իշնեմ։ Ես չեմ ուզում այդքան ցածրանամ։ Ռոբերտ Քոչարյանն էլ ասում է հոսանքը որ տալիս են, պիտի անպայման դրա շուրջը այնպես համախմբեն, որ այդ հոսանքը նաև կարող է եւ լույս տալ եւ կարող է վտանգավոր լինի, քանի որ ես էլեկտրիկ եմ աշխատել։ Հիմա ես ուզում եմ Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ տամ, որ ինքը վերադառնա իր այդ գործին, երբ որ ձեռնարկել է էլեկտրիկ աշխատելը, որտեղ ինքը այնտեղ ավելի կարող է գլուխ անել, քան քաղաքականության մեջ։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, ես ճգնաժամային իրավիճակներում աշխատող մարդ եմ։ Հիմա մենք որտեղից ստեղծենք ճգնաժամ Ռոբերտ Քոչարյանին կանչենք։ Դուրս է գալիս մենք մեր երկրում, մեր ձեռով պիտի ստեղծենք ճգնաժամ, ներքաղաքական ճգնաժամ, որպեսզի կանչենք Ռոբերտ Քոչարյանը ուղղի։ Սա մեկ, երկրորդը։ Նարեկ Կարապետյանին ընդամենը մի տարական հարց եմ տալիս։ Այդ ուժը, որը իրենք նկատի ունեն, որպես կարող է լինի այլընտրանքային հովանավոր, ընդամենը 3 անգամ 2020 թվականի 44 օրյա պատերազմին ամբողջովին դրժել է ռազմավարական պայմանագրի բոլոր դրույթները, այլևս չեմ խոսում ջերմուկի էսկալացիան եւ ռազմական ներխուժումը մեր հարևան ոսոխների կողմից, եւ դա եղել է իր դրդմամբ եւ հրահրմամբ, եւ նաեւ 2023 թվականին Արցախի վերջնական պարպումը, մեր հայրենակիցների բռնագաղթը։ Եթե այնտեղ եղել է շուրջ 2000-ի հասնող ռազմական ներկայացություն, չէ՞ խաղաղապահները, եւ այլևս չեմ խոսում այն բազմաթիվ ստորությունները, մեկ տուփ ծխախոտի գինը, մեկ պարկ ալյուրի գինը, մեկ պարկ եւ դա ռուսական մենթալիտետ է, կոռուպցիան վերավաճառելը, խարդախությունները, մեքենայությունները։ Եթե այս 4 ցցում փաստերի մեջ
ռուսական ներկայությունը կատարել է ամենաստոր դերը, ասեմ 5-րդը 20-20 թվականի պատերազմը եղել է Ռուսաստանի եւ Թուրքիայի արտոնությամբ, հիմնականում Ռուսաստանի արտոնությամբ։ Մեր ժողովուրդը մեկը միշտ սա պիտի իմանա։ Նարեկ Կարապետյաններ կլինեն, Սամվել Կարապետյաններ կլինեն, Ռոբերտ Քոչարյաններ կլինեն, Գագիկ Ծառուկյաններ կլինեն։ Ես ասեմ, որ նրանց ուրեմն գիտակցությանը, եթե կուզեք նաև ասեմ, ուղեղին հասու չեն այսպիսի ըմբռնումները։ Սրանք այլ բաներ են։ Հայաստանի Հանրապետությունը հանձինս իր երկու ուժեղ գերատեսչությունների, մեկը կառավարության գերատեսչությունը հանձինս արտաքին գործոս նախարարի, մյուսը Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը, պարզ կերպով եւ հստակ կերպով եւ ինչքան էլ դա դժվար լինի, գիտակցում եմ մեզ նետված մարտահրավերների ողջ էությունը, ծանրությունը եւ պատասխանատվությունը։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պարտավորված աշխատում է այս ուղղությամբ վարելով կշռադատված, հավասարակշռված եւ հավասարակշռման ուղղված արտաքին քաղաքականության։ Չլներ քաղաքականություն, չլներ այս քաղաքականությունը, մենք հիմա մեր հարևանների Իրանի հետ, երբ որ տեղի է ունենում այս ամենը, մենք այս կերպ կունենայինք ավելի մեծ դժվարություններ, եթե մենք գտնվեինք ռուսական ազդեցության տիրույթում։ Սա ես ասում եմ հստակ, մեկ բան էլ եւս ասեմ, ուրեմն սա չտեսնել տալը, դե հիմա խոսում է Վարդան Օսկանյանը, դե հիմա խոսում է մեկ ուրիշ նախարար, ես սրանց պիտի խորհուրդ տամ առաջի հերթին իրենք հետևեն իրենց առողջությանը։ Առաջին, սա եմ ասում, եւ երկրորդը չտեսնել այս ամենը, որը ձեռք է բերվել եւ հատկապես ուրեմն Եվրամիության քաղաքացիական նախաձեռնության կամ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը Հայաստան Հանրապետության սահմանների ոչ երկայնքով երեք ես նաև ուշիուշով հետևում եմ Նիկոլ Փաշինյանը ընդունեց նոր դիտորդական առաքելության ղեկավարին ըստ նստավայրում եւ ախր գիտեք ինչ այնքան բաներ կա ասելու հիմա էլ առաջ է ընկել կաշառքը նրանք այլ ճանապարհ չունեն ուրեմն ասեմ հետեւյալը այս երեք ուժերն էլ ասեմ եւ ես սրան չանդրադառնամ իրենց նպատակին հասնելու համար համապետական ընտրությունները որպեսզի տեղ գրավեն խորհրդարանում չնչին անցողիկ տեղեր որովհետեւ մեծ հաշվով համանդրական մեծամասնություն ունենալու նրանց մոլուցքը վաղուց թաղված է մեծ հաշվով նրանք կարող են ունենալ նվազագույն տեղերը այն էլ շատ դժվար ռուսերեն մի բառ կա չէ որ ասում են տեղապտույտի այդ բուքսիրի ձևով որովհետև ուրեմն դա պիտի փոշիացված ձայների արդյունքում դոնտի բանաձևով հաշվարկման արդյունքում նրանք հայտնվեն այնտեղ նրանք այլ ճանապարհ չունեն իրենց ճանապարհը կաշառք բաժանելն է թեկուզ ուրեմն գաղտագողի ծածուկ կերպով նրանց ճանապարհը շանտաժն է նենգասպառնալիքն է նրանց ճանապարհը ցեղ շպրտելն է մարդկանց մեր կառավարության կատարած գործերի նրանց ճանապարհը ցեղ շպրտելն է այն պետա իրավական ուրեմն մոտեցման որ որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր մենք կարող ենք նաև շատ խոսել եւ հռչակագրից կարող ենք խոսել եւ շատ բաներ ինձ հատկապես հետաքրքիր է թե այսքան մեծ սևեռվածությունը ուշադրությունը այս նույն ինչպես դուք նշեցիք կաշառքի փորձերը մոբիլիզացիան որի մասին խոսվում է որ թե Վրաստանից թե Ռուսաստանից պատրաստվում են նաև այսպես ասած ընտրողներին ուղղորդել որպեսզի ընտրեն իրենց սրտի այսպես ասած վարչապետի տեխնացուին ինչով է պայմանավորված ինչու են հատկապես այդքան կարևոր այս ընտրությունները եւ իրապես այս ընտրությունները պատերազմի ու խաղաղության միջև են Սրտի տեխնացու ես չեմ ասի, որովհետեւ դրանցից ոչ մեկն էլ, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սամվել Կարապետյանը, ոչ էլ Գագիկ Ծառուկյանը։ Ուղղակի այդ այս մեր քաղաքային լեզվով ասեմ, հա, քաղաքային ժարգոնով վարչապետացու չեն։ Նրանք մեր Ռուսաստանը նրանց վրա է հենվում։ Չէ, ես ավելի շատ կարծում եմ, որ Ռուսաստանը փորձում է այստեղ ապակայունացնել իրավիճակը։ Ռուսաստանը լավ գիտի, Ռուսաստանի կառավարող շրջանակները, Ռուսաստանի պետական establishment-ը ավագանին լավ գիտի, որ սրանցից ոչ մեկը անցողիկ շեմը չի հաղթահարելու վարչապետի։ Սրանք ոչ մեկն էլ Հայաստանի Հանրապետության վարչապետի արժե համակարգ չունեն։ Քոչարյանը այնքան է ցինիկացել, կներեք էլի, որ ասում է
այդ մարդը պետական ղեկավարման եւ մշակութային կոդ չունի։ Երբ որ ինչ-որ մեկին կարծեմ, որ չէ, մարդը ասում է, եթե մեկը զռա 1 միլիոն հետևորդ ֆոլովերներ կունենա, դուք պատկերացնում եք ով է խոսում դրանից։ Մարդ, որը չգիտի ինչ է հայկական հայ մշակույթը, մարդ, որը չգիտի ով է նարեկացին, ով է խորենացին, ով է Մեսրոպ Մաշտոցը, ով է Պարուր Սևակը, եւ քո եկեղեցի մտնելը քանի կոպեկ արժի, երբ որ դա ցուցամոլություն է։ Նույնը վերաբերում է մյուսներին։ Մարդիկ եկեղեցիներ են կառուցել։ Ես մի անգամ ասել եմ, Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գործը թողած ինչքան խաչ կախեց, այնքան հավատացյալները պակասեցին։ Գագիկ Ծառուկյանը ինչքան եկեղեցի կառուցեց, այնքան եկեղեցի մտնողների քանակը պակասեց։ Հիմա իմ ամբողջ խնդիրս նա է, իմ ամբողջ ասելիքս, իմ ամբողջ տվայտանքս, ցասումս, անհանգստությունս, տագնապս այն է, որ այս մարդիկ չունեն այդպիսի արժեհամակարգ վարչապետ լինելու համար։ Ներկա մարտահրավերներին պիտի մարդիկ մինչև Ռոբերտ Քոչարյանը տարածաշրջանով ասելով հասկանում է Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Մարդը չի հասկանում, որ տարածաշրջանը սկսում է Բալտիկ ծովից եւ ավարտում է մինչև Կարմիր ծովի ստորին հատվածները։ Մարդը չի հասկանում մեր ժողովրդին նետված ռազմական եւ նաեւ տնտեսական եւ նաեւ քաղաքական մարտահրավերները, այլևս չեմ ասում, թե պատկերացնում են մյուս երկու առաջնորդները այդ քաղաքական ուժերի, որտեղ դա նույնիսկ պատկերացնելի էլ չի։ Ինչպես ենք մենք ձեռք բերել անկախություն եւ այդ անկախության դիակների վրայով երկրի նախագահները, գեներալիտետը ապօրինի կերպով ինչպես են հարյուրավոր միլիոններով դոլարներ, այլևս չեմ խոսում միլիարդներով դոլարներ դիզել պետության հաշվին, մեր դիակների հաշվին, այսօր էլ փորձել շահարկել Եռաբլուրը, շահարկել Արցախյան ազատամարտի, ուրեմն զոհված զինվորի դստերը կամ նրա որդուն կամ եկեղեցում կազմակերպել հանդգնություն, տեսեք, այլ պայմաններում ես ասում եմ, եթե սալներ այլ նախագահների ժամանակ ես ասում եմ, տեղում կօգտագործեին ատրճանակները, տեղում նրանց կտային ցմահ։ Էլի մենք կարծեմ այսօր 3-1-ին ազատեցին բանից, չէ, տնային կալանք սահմանեցին Գևորգ Գևորգյանին։ Գևորգ Գևորգյանը ասում է, ես Ղարաբաղ եմ ազատագրել։ Ախր մենք Ղարաբաղի ազատագրման ժամանակ քեզ չենք տեսել երբևիցե։ Կարելի է այդքան ճոռոն, վերամբարձ ոճով խոսել։ Այն մեկը այլ բան է ասում։ Ես ասում եմ, հստակ կերպով ասում եմ, ինչքան էլ ես ունեմ լավ, մտերմիկ, բարեկամական հարաբերություններ Հայաստանի կառավարության կամ շատ մարդկանց հետ, հստակ կերպով ես ասում եմ, ես բարձրաձայնելու եմ եւ սխալները առավել շատ բարձրաձայնելու եմ կատարած դրական գործը հոգուտ մեր պետականության, հոգուտ մեր ժողովրդի, իսկ գալով նաեւ իմ հարաբերությունների այս ամբողջ տրամաբանության մեջ ես փորձելու եմ իմ նպաստը բերել մեր տեղահանված հայրենակիցների սոցիալ-տնտեսական, կենցաղային, մշակութային, առողջապահական, կրթական խնդիրների թեթևացման ուղղությամբ եւ այդ ուղղությամբ ծառայելու եմ ազնորաս կերպով, որովհետեւ կարծեմ մեծերից մեկը կամ Չերչիլն է ասել կամ Դիզրայելին ասել է, եթե դու ընտրել ես այդ ճանապարհը, ապա դու պիտի նաև գիտակցորեն պատրաստ լինել նրան, որ դու կարող ես նաև շատ օրեր անցկացնել ուրեմն սովի պայմաններում, սոված պայմաններում։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ հյուրս Գագիկ Սաֆարյանն էր, կհանդիպենք։